Բարի երեկո բարեկամներ, ով հաղթեց եւ ով պարտվեց, սա է ԱՄՆ Իրան պատերազմի հիմնական հարցը, ինչը տեղի ունենում Պակիստանում բանակցություններից հետո։ Իրանը հրաժարվեց մասնակցել բանակցությունների երկրորդ փուլին, անիմաստ է, հայտարարեց Բաղեր Ղալիբաֆը։ Իրանի այս հայտարարությունից անմիջապես հետո միջազգային լրատվամիջոցները գրեցին ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի ռմբակոծությունը, Reuters։ Պատերազմն Իրանում վերսկսում է, Al Jazeera։ Այսօր Հորմուզի նեղուցով չի անցել ոչ մի նավ, CNN։ Բանակցությունների ընդհատման դեպքում Թրամփ խոստացել է իրագործել խոսք տվածը, ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները։ Թրամփի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյախուն հայտարարեց. Իրանում պատերազմն ավարտված չէ։ Շուտով կարող են տեղի ունենալ նոր իրադարձություններ։ Մենք լիովին պատրաստ ենք, նույնիսկ ամենափոքր սխալի դեպքում պատասխանը կլինի ապշեցուցիչ։ Այս անգամ ներում չի լինելու, հայտարարեց պաշտոնական Իրանը։ Ինչ է իրականում ուզում Թրամփը։ Ինչու է ուզում վերսկսել արդեն իսկ պարտված պատերազմը։ Սա է իմ կարծիքով կարևորագույն հարցը, եւ ոչ թե այն, թե ով հաղթեց կամ ով պարտվեց, իսկ հարցի պատասխանը թաքնված է շատ խորը։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, տարածեք եւ կիսվեք մեր տեսանյութերով ձեր ծանոթների, ընկերների եւ բարեկամների հետ։ Շուրջ 3 շաբաթ բարեկամներ ուշադիր հետևում էի ինչ է տեղի ունենում։ ԱՄՆ-ն Իրանի հետ կազմակերպել էր բանակցային գործընթաց եւ շատերը կարծում էին, որ ամեն ինչ կկարգավորվի։ Իմ նախորդ եթերներից մեկում արդեն ասել եմ, որ ԱՄՆ-ն ամեն կերպ շարունակելու է պատերազմը, միայն առիթ է պետք։ Այդպես էլ կա։ Այս պատերազմը Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք չէ։ Այս պատերազմը օդի եւ ջրի պես պետք է Թրամփին, իսկ ինչու՞։ Հիմա կհասկանանք։ Իմ նպատակն է բարեկամներ կիսվել ձեզ հետ հատկապես այն առաջնահերթ տեղեկատվությամբ, որոնք մեր հայկական տիրույթում անտեսվեցին կամ թերագնահատվեցին կարևորության առումով։ Եվ չդավաճանելով ավանդույթին, կներկայացնեմ 3 շաբաթվա լրահոսը խտացված մեկում դրանց հաջորդող քաղաքական իրադարձությունները եւ ներկա քաղաքական իրավիճակի վերլուծությունը։ Գնացինք։ Ապրիլի 21-ին պետք է տեղի ունենար ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը։ ԱՄՆ պատվիրակները ըստ պաշտոնական տեղեկատվության արդեն ժամանել էին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, սակայն Իրանը բանակցություններից հրաժարվեց։ Մինչդեռ ԱՄՆ-ն խոսում է սպառնալիքի լեզվով, նրանց հետ բանակցելու իմաստ չկա, հայտարարել է Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Բանակցությունների տապալման դեպքում Թրամփը սպառնում էր վերսկսել Իրանի ռմբակոծությունը։ Երեքշաբթի գիշերը Իրանի համար կլինի դժոխային, մենք կոչնչացնենք բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։ Այնուամենայնիվ Իրանի պատվիրակությունը Պակիստան չմեկնեց եւ հրաժարվեց բանակցություններից։ Հաջորդ օրը Թրամփն իրեն բնորոշ կերպով փորձեց խուսանավել ստեղծված իրավիճակից եւ հայտարարեց. Ես երկարաձգում եմ Իրանի հետ հրադադարը Պակիստանի ղեկավարության խնդրանքով։ Այսպես թե այնպես մենք հաղթել ենք։ Իրանի կառավարությունը լրջորեն ջլատված է։ Մնացածը ժամանակի հարց է։ Ինչին Իրանը պատասխանում է։ Իրանը չի ճանաչում հրադադարի երկարաձգումը եւ իրեն իրավունք է վերապահում չպահպանել այն կախված իր ազգային շահերից։ Սրան հաջորդում է Թրամփի գրառումը։ Իրանը հետաքրքրված է Հորմուզի նեղուցի բացմամբ։ Փակ պահելով այն, նրանք օրական մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի իրական եկամուտ են կորցնում։ 4 օր առաջ մարդիկ մոտեցան ինձ եւ ասացին. «Սեր, Իրանը ցանկանում է բացել նեղուցը, բայց եթե մենք դա թույլ տանք, Իրանն այլևս երբեք գործարքի չի գնա։ Պետք է գործել ավելի վճռական։ Անհրաժեշտ է ռմբակոծել Իրանի բոլոր ենթակառուցվածքները, պայթեցնել էլեկտրակայաններն ու կամուրջները, այդ թվում նրանց առաջնորդներին»։ Ովքեր են այն մարդիկ, ովքեր Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին նման խորհուրդներ են տալիս։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Այս հարցը հետաքրքրում էր ոչ միայն ինձ, այլ բոլորին, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցիկ քաղաքական, հասարակական եւ հանրային գործիչներին։ Մի փոքր համբերեք բարեկամներ եւ կիմանաք դրանց մասին։ Հիմա դեռևս լրահոս։ Թրամփի գրառումից հետո, որ Իրանն ուզում է բացել Հորմուզի նեղուցը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը վերահսկողություն է իրականացնում Հորմուզի նեղուցում, կրակ է բացել, վնասել է կոնտեյներներով բեռնված նավի հրամանատարական կամրջակը, որը փորձել է մտնել Հորմուզի նեղուց եւ ստիպել է նրան ետ նահանջել։
Որից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարել է. Իսլամական Հանրապետության վրա հարձակման կամ առանց թույլատվության Հորմուզի նեղուցով անցնելու փորձերի դեպքում Թեհրանը կդիմի կտրուկ գործողությունների։ Իսկ ավելի սուր լարման պարագայում մենք կոչնչացնենք տարածաշրջանում նավթի արդյունահանման բոլոր ենթակառուցվածքները, որը կհանգեցնի էներգակիրների մատակարարման դադարեցմանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար Մաջիդ Մուսավի. Իրանը բանակցությունների կգնա միայն այն դեպքում, երբ ԱՄՆ-ն կվերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումն ու կդադարի խոսել սպառնալիքի լեզվով։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանի։ Լրահոսի ավարտ։ Նախորդ 3 շաբաթվա կարևորագույն իրադարձությունները սրանք էին, բարեկամներ։ Թրամփն անընդհատ փոխում էր իր որոշումները, ամեն օր նոր հայտարարություններ էր անում, բայց գործը տեղից չէր շարժվում, եւ այսօր ԱՄՆ-ն եւ Իրանը կանգնած են նոր պատերազմի շեմին։ Ինչ պատահեց։ Կարծես թե բանակցում էին, կարծես թե գտել էին խնդիրների լուծման որոշակի ճանապարհ, բայց նորից սպառնալիքներ ու նորից պատերազմ։ Եվ նախաձեռնող կողմը Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որը անդադար խոսում է խաղաղության մասին։ Առաջին հերթին, բարեկամներ, փորձենք հասկանալ ովքեր են այն մարդիկ, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահային խորհուրդներ են տալիս եւ հորդորում են անել այս կամ այն քայլերը։ Սրա մասին մանրամասն խոսել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջո Քենթը, որը հրաժարական էր տվել մարտի 17-ին։ Իրանն իսկապես միջուկային զենք ստանալու ճանապարհին էր, հարցնում է Թաքեր Կարլսոնը։ Իհարկե ոչ։ Իրանի միջուկային զենքի մասին խոսում է միայն իսրայելական կողմը։ Նրանք փորձում են համոզել աշխարհին եւ մասնավորապես մեր նախագահին, որ Իրանը կարող է միջուկային զենք ստանալ։ Այնինչ մեր հետախուզական տվյալները փաստում են հակառակի մասին։ Իրանը չունի միջուկային զենք եւ չի ուզում ստանալ։ Սրա մասին իրանական կողմը ներքին դիվանագիտական աղբյուրներով մի քանի անգամ տեղեկացրել է մեզ։ Նորից եմ կրկնում, Իրանը միջուկային զենք չունի եւ չի ձգտում ստանալ։ Իսրայելի ղեկավարների շահարկումները անհիմն են եւ սուտ։ Նրանք փորձում են անել ամեն հնարավորը, որպեսզի մենք մասնակցենք Իրանի դեմ իրականում իրենց պատերազմին, սա մեր պատերազմը չէ։ Այն մարդիկ, ովքեր խորհուրդներ են տալիս մեր նախագահին, Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներ են եւ Դոնալդ Թրամփը ցավոք լսում է նրանց։ Կձևակերպեմ այսպես. Ամերիկայի Միացյալ Նահանգների Սպիտակ տունը օկուպացված է Իսրայելի պաշտոնյաների կողմից։ Սա ես չեմ ասում։ Ասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենթը։ Նա հստակ նշում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահային խորհուրդ տվողները իսրայելցիներն են։ Ես զերծ կմնամ, բարեկամներ, մեկնաբանություններից։ Եթե ցանկանում եք, դիտեք Ջո Քենթի ամբողջական հարցազրույցը եւ ինքներդ հետևություններ արեք։ Հիմա հաջորդ հարցը. Ինչ է ուզում Թրամփը։ Այս հարցի պատասխանը փնտրում են բոլորը, այդ թվում նաև Թրամփի ամենամտերիմ մարդիկ։ Նրա գաղափարակիցները մինչ ապրիլի 5-ը տարակուսում էին։ Ապրիլի 5-ին Դոնալդ Թրամփը թույլ է տալիս իր առաջին ճակատագրական սխալը։ Սխալներ շատ է արել, բարեկամներ, բայց սա ճակատագրական էր։ Թրամփը գրում է. Այս գիշեր կոչնչանա մի քաղաքակրթություն, որն այլևս չի վերածնվի։ Ես դա չեմ ցանկանում, բայց ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի։ Խոսքն իհարկե Իրանի մասին է։ Այդ քաղաքակրթության մասն են նաև այն իրանցիները, որոնք դեմ են այսօրվա Իրանի իշխանությանը եւ պայքարելով նրանց դեմ ակամա հանդես են գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Թրամփն այս հայտարարությամբ իրանցիների մի մեծ հատվածի, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմնակիցներն էին, տրամադրում է իր դեմ։ Փաստորեն դու ցանկանում ես ոչնչացնել մեր քաղաքակրթությունը, ասում են նրանք։ Այդ դեպքում կասես ինչով է տարբերվում մեր իշխանություններից։ Շնորհակալություն, եղբայր, մենք գնացինք մեր գործերով։ Սա Իրանի ներկա իշխանությունների մեծագույն հաղթանակն էր։ Այն մարդիկ, ովքեր դեմ էին իրենց, իսկ նրանք շատ են, հիմա առնվազն ձեռնպահ են։ Թրամփը իրանցիների այդ հատվածի համար մեկ ակնթարթում ազատագրողից վերածվեց խելագարի, բայց սա դեռ սկիզբն է։ Թրամփին սկսում են քննադատել նրա ամենամտերիմ աջակիցներն ու քաղաքական գործընկերները, որոնց շնորհիվ Թրամփն ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Առաջիններից մեկը արձագանքում է Թրամփի գաղափարական հայրը, այդպես են Ամերիկայի Միացյալ Նահանգներում անվանում նրան, Թաքեր Կարլսոնը։ Թաքեր Կարլսոնն իր ուղիղ եթերում հայտարարում է. Այն հրամանը, որի հետևանքով կարող են սպանվել անմեղ մարդիկ, այդ հրամանին պետք է ասել ոչ։
Ոչ, մենք չենք կատարի այդ հրամանը։ Կարլսոնի այս խոսքը ուղղված էր ամերիկացի զինվորականներին։ Թաքերը շարունակում է. Ինչ է նշանակում այսօր կոչնչանա մի մեծ քաղաքակրթություն եւ հետո Փարք Ալլահին։ Դուք ուզում եք սպանել միլիոնավոր մարդկանց եւ ասում եք Փարք Ալլահին։ Ակնհայտ է, սեր, դուք չարախնդում եք իսլամի վրա։ Ոչ մի քաղաքակիրթ մարդ չի ծաղրում ուրիշի հավատքը։ Տեսեք ինչ է կատարվում ԱՄՆ-ի Սպիտակ տանը։ Այսօր Իրանի ռեժիմը ուզում է ոչնչացնել բոլոր հրեաներին եւ բնաջնջել նրանց աշխարհի երեսից, բայց դու պարգևեցիր մեզ նախագահ Թրամփին։ Մենք աղոթում ենք, որ շնորհես նրան հաղթանակ եւ պահպանես մեր զինվորականներին։ Ֆրանկլին Գրեմ, հոգևոր հովիվ։ Խեղկատակություն, ուրիշ բառ չեմ գտնում։ Խեղկատակություն։ Սա խայտառակություն է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սուրբ Հարության տոնի առավոտյան հայտարարել, որ պետք է ոչնչանալ քաղաքակրթություն եւ գրել Փարք Ալլահին։ Դուք հասկանում եք, որ դրանով արժեզրկում եք քրիստոնեությունը։ Մենք չենք կարող անտարբեր մնալ։ Սա չարիք է, սա իրականության գիտակցված կեղծիք է։ Թաքեր Կարլսոն։ Նորից կթողնեմ առանց մեկնաբանության։ Թաքեր Կարլսոնը այն մարդն է, բարեկամներ, ում շնորհիվ 2016 թվականին Դոնալդ Թրամփը ընտրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Ինչ է հիմա տեղի ունենում, ինքներդ տեսնում եք։ Սա ունի շարունակություն՝ Մաջորի Թեյլոր Գրին։ Ամերիկայի վրա դեռ չի ընկել ոչ մի ռումբ։ Այնինչ անում է Թրամփը խելագարություն է։ Ես կոչ եմ անում կիրառել Սահմանադրության 25-րդ փոփոխության 4-րդ կետը։ Ինչ է ասում Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրության 25-րդ փոփոխության 4-րդ կետը։ Եթե նախագահը չի կարող կամ չի ուզում հայտարարել իր անգործության մասին, ապա դա կարող է անել փոխնախագահը կամ կառավարության մեծամասնությունը։ Այդ դեպքում փոխնախագահը դառնում է գործող նախագահ։ Եթե նախագահը վիճարկում է այդ որոշումը, վերջնական որոշումն ընդունում է կոնգրեսը։ Մաջորի Թեյլոր Գրինը դեմոկրատ չէ, ձախական չէ։ Հանրապետական կուսակցության ազդեցիկ անդամ է։ Եղել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ եւ մինչեւ վերջերս հանդիսացել է Դոնալդ Թրամփի կարևորագույն քաղաքական գործընկերը։ Թեյլոր Գրինի ակտիվ մասնակցությամբ Թրամփն ընտրվել է նախագահ եւ հիմա նա առաջարկում է Թրամփին հեռացնել նախագահի պաշտոնից։ Էրիկ Պրինս, ամերիկացի գործարար, Blackwater մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, մինչ այս Թրամփի մտերիմ ընկերներից մեկն էր եւ մարդ, ով հանդիսանում է Թրամփի ֆինանսական հովանավորը, եւ նա հայտարարել է. Այնինչ տեղի է ունենում, ես դրա հետ կտրականապես համաձայն չեմ։ Թրամփը գործում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին հակառակ։ Ես հիասթափված եմ։ Ալեքս Ջոնս, հանրահայտ ռադիոհաղորդավար, հայտնի է իր ազնիվ անկողմնակալ դիրքորոշմամբ։ Նրան ներկայացնելիս միշտ նշում են անքննարկելի քաղաքական ազնվության մասին։ Ինչպես գրողը տանի, կիրառենք նրա հանդեպ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը, հայտարարել է Ալեքս Ջոնսը։ Քենդիս Օուենս, ամերիկացի քաղաքական պահպանողական ակտիվիստ։ Քենդիսը հայտնի է դարձել նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը հրապարակային աջակցության, դեմոկրատական կուսակցության եւ սևամորտների կյանքը կարևոր է շարժման քննադատության շնորհիվ։ Նա հայտարարել է. Այս վարչակազմը դարձել է ամենասատանայականը։ Ռոյ Ջոնսոն, հանրապետական կուսակցության անդամ, նախկին ԱՄՆ կոնգրեսմեն Դոնալդ Թրամփի գաղափարակից։ Ռմբակոծել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները մեծագույն սխալ է, որը որակվում է որպես ռազմական հանցագործություն եւ հանցագործություն մարդկության հանդեպ։ Թրամփին քննադատող մարդկանց ցուցակը շատ ավելի երկար է, ովքեր Ամերիկայում եղանակ են փոխում, եւ Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ նրանք նստած էին առաջին շարքում։ Թրամփի կողմնակիցների քննադատությունը դուրս է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմաններից։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնի, Նայջել Ֆարաժ, Մեծ Բրիտանիայի պարլամենտի անդամ եւ այլն կարող եմ թվել մի 10-12 րոպե։ Թրամփի շուրջ սկսվել է ամեն ինչ քանդվել։ Եվ այն հարցի պատասխանը ինչ է ուզում կամ ինչ է անում Դոնալդ Թրամփը, միանշանակ մեկն է՝ փորձում է փրկել իր հեղինակությունը։ Հիշում եք, բարեկամներ, նախորդ թողարկումներից մեկում ասում եմ, որ Իրանը ձգտում է նրան, որ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտարարեն, մեղադրեն անգործության մեջ, փաստացի, սա է տեղի ունենում։ Եթե այսպես շարունակվի,
Թրամփին երկար չի մնացել կոնգրեսը ճնշումների տակ, որոնք արդար են։ Շուտով նրան անվստահություն է հայտարարելու։ Եթե նույնիսկ Թրամփը խուսանավի իմպիչմենտից, միևնույնն է, ամենայն հավանականությամբ նա չի ընտրվի նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների ժամանակ։ Թրամփը շատ լավ հասկանում է ինչ է տեղի ունենում եւ փորձում է շրջել իրավիճակը իր օգտին։ Դրա միակ հնարավորությունը Իրանին հաղթելն է կամ համոզելը փոխել քաղաքական ուղղությունը, այն քաղաքական ուղղությունը գիծը, որը այսօր Իրանն իրականացնում է։ Երկրորդը շատ դժվար է, իմ կարծիքով անիրագործելի, այդ իսկ պատճառով ինչը լինի, պատերազմն Իրանում շարունակվելու է, որը օդի եւ ջրի պես պետք է Դոնալդ Թրամփին։ Իրանը ինչ էլ անի, Թրամփը չի ընդունելու եւ գնալու է բախման։ Սա շատ լավ հասկանում են Իրանի ղեկավարները, այդ իսկ պատճառով Բաղեր Ղալիբաֆը հրաժարվեց բանակցությունների երկրորդ փուլից եւ հայտարարեց, որ անիմաստ է, միևնույն է Ամերիկան անելու է այն, ինչ մտածել է։ Բայց կան ազդեցիկ եւ հեղինակություն վայելող քաղաքական գործիչներ, բարեկամներ, որոնք այլ կարծիք ունեն Թրամփի մասին, եւ նրանք նշում են, որ այո, Թրամփը ստախոս է։ Թրամփը կարող է մեկ վայրկյանում վերածվել խելագարի, կարող է դիմել մանիպուլյացիայի, կարող է փաստերը ներկայացնել այնպես, ինչպես իրեն է ձեռնատու։ Բայց նաև նշում են, որ Թրամփը հիմար չէ։ Թրամփին համարել հիմար ամենակիչը մանկամտություն է։ Թրամփը շատ լավ հասկանում է եւ գիտի ինչ է անում եւ դեպի ուր է տանում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ու եթե փորձենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին դիտարկել այս տեսանկյունից, ապա ներկայանում է մեկ այլ պատկեր։ Արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգներին ձեռնատու է, որ աշխարհում դադարեն պատերազմները։ Կարգավորվի օրինակ Ուկրաինայի պատերազմը, Իրանում տեղի ունենա իշխանափոխություն եւ Իրանը դառնա միջազգային հանրության լիիրավ անդամ։ Ինչ է ստանում ԱՄՆ-ն, եթե կարգավորվի Չինաստան-Թայվան հարցը, եթե Հյուսիսային Կորեան դառնա ժողովրդավարական երկիր, Աֆղանստանում թալիբները զրկվեն իշխանությունից եւ դադարի ինքնիրավչությունը, բեսպրեդելը։ Ինչ կստացվի, որ օրինակ աշխարհում իրական խաղաղություն լինի։ Կստացվի, որ ԱՄՆ-ն այլևս ոչ մեկին պետք չէ։ Կարիք չկա որևէ բան կարգավորելու, ինչ որ մեկին զինելու, մյուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, ճիշտն ու սխալ դատելու։ Այս դեպքում ԱՄՆ-ն պարզապես կդադարի լինել որպես հեգեմոն։ Նրա կարիքը չի լինի։ Ու այդպես կմնա օվկիանոսներով շրջապատված, անվտանգ ու աշխարհից կտրված։ Բայց այդպես կլինի, իհարկե չի լինի։ ԱՄՆ-ին միշտ պատերազմ է պետք կամ ճգնաժամ, որտեղ նա միշտ պետք է ներկա լինի։ Նման քաղաքականությունը բնորոշ է եղել բոլոր կայսրություններին, սկսած հին Հռոմից մինչև հիմա։ Խոսելով արդարությունից, պետք է կարողանալ տեսնել նաև մեդալի հակառակ կողմը։ Բաժանորդագրվեք բարեկամներ մեր ալիքին, որ բաց թողնեք հաջորդ թողարկումը, իսկ հաջորդ թողարկումը նվիրված կլինի ժողովրդական լեզվով ասած մեդալի հակառակ կողմին։ Եթե արտարոց ոչինչ տեղի չունենա, հաջորդ թողարկման ընթացքում կպատմեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհակալ քաղաքականության մասին, ինչ է արել եւ ինչ է անում։ Չմոռանաք ֆինանսապես աջակցել մեզ բարեկամներ, ինֆորմացիան ներքևում է։ Ես Հարություն Մանուկյանն եմ, դուք AMCN հայկական հաղորդակցման ցանց YouTube-յան ալիքում եք։ Մինչ նոր հանդիպում։